Ադրբեջանը էսկալացիայի է ձգտում։ Հայաստանցիներին խաղաղության դարաշրջան խոստացած քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսպես է բացատրում շուրջ մեկ ամիս սահմանին չդադարող ադրբեջանական կրակոցների նպատակը։ Այսօր պնդեց, Երևանը սաստում է Բաքվի հնարավոր ագրեսիան։ Բնականաբար Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան թույլ չտալ։ Մեկ ամսից ավելի է Սյունիքի սահմանամերձ գյուղերում իրավիճակը անհանգիստ է։ Այս ընթացքում Բաքուն թիրախավորել է նաև քաղաքացիական կառույցներ, վնասվել են շինություններ։ Խնածախի եւ Խոզնավարի բնակիչները գրեթե ամեն օր ահազանգում են։ Կրակոցների ձայները օրեցօր ավելի մշուշոտ են դարձնում իրենց անվտանգ ապրելու հեռանկարը։ Ադրբեջանական կրակոցները հնչեցին խաղաղության պայմանագրի համաձայնեցումից օրեր անց։ Ընդդիմությունից հայտարարում են բանակցված, բայց դեռ չստորագրված փաստաթղթից դուրս Բաքուն պահանջներ ունի, փորձում է սպառնալիքի ներքո հասնել դրանց կատարմանը։ Ադրբեջանի նպատակները եղել են եւ կան նույնը, երբ ինքը տեսնում է, որ դիմացինը պատրաստ է ծախել ամեն ինչ, այնքանավոր թղթի կտոր ստանա, որը ոչ մի արժեք չունի, ինքը սխմելու է մինչև վերջ։ Առաջանալու են նոր պահանջներ, ավելի անդրամաբանական։ Ադրբեջանը այժմ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջում է փոխել սահմանադրությունը եւ նախաբանից հեռացնել անկախության հռչակագրին հղումը, նաեւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Վերջինին Երևանը դեմ չէ, ավելին առաջարկում է խաղաղության փաստաթղթի ստորագրմանը զուգահեռ անել դա։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, այն եւս փոխվում է, թեև հայ պաշտոնյաները պնդում են դա ներքին հարց է, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն կարծիք է հայտնել, որ նորում անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Հայաստան խմբակցությունից Քրիստինե Վարդանյանի կարծիքով Բաքուն փորձում է հասնել բանավոր այս պայմանավորվածությունների արագ իրագործմանը։ Ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է Տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Հիմա եթե դա աշխատում է, եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմը վերցնում են դա մեր ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են Ադրբեջանով եւ ասում են այլ ընտրանքը չկա, եթե սա չանենք, մեզ վրա հարձակվել են ու պիտի զիջենք, ինչու պիտի դա չօգտագործի Ադրբեջանը։ Դա է Ադրբեջանի պահանջները մեկը չեն, երկուսը չեն, դրանք չեն սահմանափակվել տարածքային որևէ պահանջով։ Միջանցքից սկսած Ադրբեջանի պահանջով տարածքային միջանցքից սկսած մինչև ադրբեջանցիների բնակեցումը այստեղ իրենց բանակցային օրակարգի հերթական կետերն են։ Արդյոք Հայաստանի բանակցողները համաձայն են, որ Բաքուն կրակոցներով հայկական կողմին որևէ զիջում պարտադրելու միտում ունի։ Հարցին այսօր իշխանական Վահագն Ալեքսանյանը ուղիղ չպատասխանեց։ Միայն կրկնեց Բաքուն ձգտում է էսկալացիայի, իսկ թե ինչ նպատակով ՔՊԱ-ական պատգամավորը չգիտի։ Ընդդիմադիրների քննադատությանն էլ թե վարչապետ Փաշինյանի խոստացած խաղաղության օրակարգը ձախողված է, Ալեքսանյանը արձագանքեց, հիշեցնելով սահմանին նախկինում եղած իրավիճակը։ Գնացեք Տավուշի սահմանամերձ գյուղերի մարդկանց մի հատ հարցրեք, էլի իրանք ինչերի միջով են անցել ու ոնց են ապրել առհասարակ։ Տանիքների վրա գնդացիրի կրակած տեղեր, էլ չգիտեմ ինչ անթուփ միջև ականանետերով մարդկանց տներին կրակած միջոցներ։ Չնայած կրակոցներին եւ Բաքվի պահպանվող նախապայմաններին անցած շաբաթ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպած խորհրդարանի խոսնակը վստահեցրել էր. հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն, պատերազմի վտանգն էլ չի մեծանալու։